Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի տանիքի ջերմոցում։ Ու այստեղ հրաշքներն են տեղի ունենում։ Ինչքան բույս որ ձեր ծաղկանոցներում, ծաղկոցներում փրկված են, հիմնականում այդ բույսերը աճեցվել են այս փոքրիկ տարածքում, ինչ փոքրիկ է։ Ասեմ ավելին, ձմռանը նույնիսկ բոլորը ներս են գնում ու այնտեղ ստեղծվում են բույսերը։ Բույսերը ստեղծվում են սերմերից։ Գիտեք ինչա սերմը։ Ինչա սերմը։ Որը հետի աճում է, լիքը ծաղիկներ է դուրս գալիս։ Բայց սերմը ո՞նց է առաջանում։ Ծաղիկից։ Մրգերից։ Չէ, մրգերից էլ առաջանում, բայց չասենք արի։ Մրգերից գտնվում է մրգերի մեջ, չէ, սերմերը։ Բայց ծաղիկներինը ծաղկելուց հետո գոյանում են սերմեր։ Այ նայեք, ինչքան հələ այս բարի հավաքածու անում։ Շատ նաև նվիրել ա դեպի շողիկը սերմեր, հա, նաև բույսեր։ Հիմա եթե նայեք, դեղին պղպել, զանգականման պղպել, թանաքագույն պղպել, ընդհակա նարնջագույն պղպել, իմ շատ սիրած է տրտիհատատ էստը, բայց ես իր համար դժվում եմ, ինքը կծու է, դեկորատիվ է և գեղեցիկ է, համաձայն եք? Այո, սիրում եմ շատ, նայեք մի քիչ ավելի Իսկ մեծ է։ կա որ կծու չէ։ Մեր մոտ հիմնականում չէ, դեկորատիվները հիմնականում կծու է, հա? Բույսերի բազմացումը ճուտիկներով, ինչ ասեմ? Ապրեք, ելակը, ելակ ինչպես ենք, ընդհանրեն ունեցել ենք մեր երկու ելակ, ինչպես ենք բազմում։ Այդ վրի այդ փոքր կետքները։ Այս սրանք ճուտիկները տանում են, գրում ենք հողի վրա, միաժամանակ հետո են կարմատներ արձակում և դառնում են նորից նորմալ ելակի թուփ։ Հավեսա։ Հիմա նայեք, ոնց որ թե ձեռքի հետ ես ծանոթացրեցի բույսերը բազման և չեմ էլ տնքում